Սիրելի ժողովուրդ, սիրելի արմավիրցիներ, ողջույն։ Հայփոստի տակ կանգնած ժողովուրդ, խնդրում եմ մոտեցեք դեպի հրապարակի կենտրոն ավելի, մյուս կողմից էլ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական հարավակը հայտարարում եմ բացված։ Այժմ կհնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրելի ժողովուրդ, սիրելի արմավիրցիներ, այսօր երբ մենք շրջում ենք Արմավիրի մարզի համայնքներում, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց հերթական ձայնագրությունը, որտեղ լսվում էր, թե ինչպես են կալուգացի օլիգարխի հերթական տասովщիկները խոսում ընտրակաշառք բաժանելու մասին եւ բռնվում։ Սա արդեն կատակերգության է նմանվում, որովհետեւ գրեթե չկա օր, երբ որ նման ձայնագրություն չի հրապարակվում։ Եվ մենք մտածում ենք, լավ, այս մարդիկ միթե հիմար են։ Ո՞նց է կարելի մտածել, որ իրենք կարող են գալ, փորձել ընտրակաշառք բաժանել եւ չբռնվել։ Կամ ոնց է ընդհանրապես հնարավոր մտածել, որ Հայաստանում 2026 թվականին կարելի է բաժանել ընտրակաշառք։ Բայց հետո մտածում եմ, օրինակ կալուգացի օլիգարխը իր հարազատ եղբորից, որը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, ՀԿ խմբակցության ղեկավարն էր, ՀԿ գերագույն մարմնի անդամ երկար տարիներ, կամ Սերժ Սարգսյանի ժամանակվա Վայոց ձորի մարզպետից, ինչ պետքա սովորած լիներ։ Կարող է պետքա սովորած լիներ, ասենք գրել կարդալ, կամ ինչպես արտասանել հաղթարշավ բառը։ Իհարկե ոչ։ Պիտի սովորեր ընտրակեղծիքի հիմունքները։ Պիտի սովորեր ընտրակաշառք տալու թեորիան եւ պրակտիկան։ Ուրիշ ինչ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Սերժ Սարգսյանի ամբարտավանության աստիճանը 2018 թվականից 8 տարի հետո, մի բանից հետո, երբ որ մենք ամբողջ ժողովրդով հավաքվեցինք, Հանրապետության հրապարակում հավաքվեցինք ու ասեցինք, այ ընտրակեղծարար, ռադեղի, ինքը որոշել է, որ կարող է մեր վրա ուղարկի ինչ-որ անգրագետ, կիսագրագետ օլիգարխ, որը պետք է ընտրակաշառքով ձայներ գնի։ Գլուխը պատին է տվել։
Բոլոր ընտրակաշարատու տասովշիկները պիտի իմանան, մենք ձեր հետևից գալու ենք։ Քրեակատարողական հիմնարկները կարոտում են ձեզ, սիրելի տասովշիկներ, պատրաստվեք։ Իսկ այժմ այս գեղեցիկ նոտայի վրա ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար, Արմավիրի մարզի բնակիչ եւ մեր սիրելի ընկեր Արուսյակ Մանավազյանը, ողջունենք նրան։ Սիրելի արմավիրցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Մեծ ուրախություն է ինձ համար Արմավիրում իմ մարզում ելույթ ունենալը։ Սա այն հողն է, որի ուժն ու եռանդը ես զգացել եմ մանկուց։ Ես գիտեմ ձեր աշխատասիրության չափը, որովհետև ինքս էլ այս միջավայրում եմ մեծացել։ Լսում եք ժողովուրդ։ Արմավիրցին երբեք հեշտ ճանապարհ չի փնտրել։ Արմավիրցին միշտ իր արդար աշխատանքով է իր հացը վաստակել ու հենց այս տեսակն է, որ մեր պետության ամուր հենարանն է։ Արմավիրը մեր երկրի կերակրող ձեռքն է։ Հայաստանի գյուղարտադրանքի 1/4 մասը 25%-ը ստեղծվում է հենց այս հողի վրա եւ հենց ձեր աշխատանքով։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ աշխատանքը դառնա ավելի եկամտաբեր։ Սիրելի արմավիրցիներ, 2018 թվականին մեր ամբողջ մարզում կար ընդամենը 5 խոշոր հարկատու ընկերություն։ Այսօր 2026 թվականի տվյալներով այդ թիվը հասնում է 28-ի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է նոր աշխատատեղեր, սա նշանակում է, որ բիզնեսը Արմավիրում իրեն ավելի քան վստահ եւ ապահով է զգում։ Ուզում եմ խոսել շինարարությունից։ Հայաստանի Հանրապետությունում շինարարական եռուզեռ է։ Եվ շինարարության տեմպերով Արմավիրը Երևանին եւ Կոտայքի մարզին է միայն զիջում։ Ինչը խոսում է այն մասին, որ այսօր ձեր փողոցի բարեկարգման, դպրոցների, մանկապարտեզի նորոգման, հիմնանորոգման, լուսավորության բոլոր աշխատանքները շատ մեծ թափով, լայն թափով ընթանում են։ Եվ ամենակարևորը, Արմավիրի մարզում վերջին 1 տարվա ընթացքում մինչև 30% թանկացել է անշարժ գույքը։ Սա ինչի արդյունքն է։ Սա ձեր պետություն, սա խոսում է այն մասին, որ այդ բարեկարգման աշխատանքները, որ արվում են, ձեր վերցրած ՀԴՄ-ն, ձեր վճարած հարկերը ուղղակիորեն վերադարձվում են ձեզ անշարժ, ձեր իսկ անշարժ գույքի թանկացմամբ։ Եվ այսօր պետությունը ուղիղ կանգնած է ձեր կողքին հենց այս կատարվող աշխատանքներով։ Արմավիրի մարզը մանկապարտեզների քանակով միայն մայրաքաղաքին է զիջում, 134 մանկապարտեզ եւ 121 դպրոց կա։ Ույց համար որպես արմավիրցի իհարկե շատ կարևոր է, որ վերջին տարիներին ամենաշատ մանկապարտեզները հենց Արմավիրի մարզում են կառուցվել։ Սիրելի հայրենակիցներ, հիմա ժամանակն է, որպեսզի մենք կատարենք մեր ընտրությունը։ Շատերը կգան եւ շատերը իհարկե նաեւ խոսում են, խոստումներ են տալիս, բայց ի տարբերություն խոստում տվողների, մենք խոսում ենք մեր իսկ արված աշխատանքի մասին, մենք խոսում ենք մեր արված գործի մասին, որի ուղիղ շահառուն հենց դուք եք։ Արաքսի, Արմավիրի, Բաղրամյանի, Մեծամորի, Վաղարշապատի, Փարաքարի եւ Ֆերիկի սիրելի բնակիչներ, ես ձեզ կոչ եմ անում թույլ չտալ, որ այն կլանային մտածելակերպը, որ տասնյակ տարիներ կեղեքել է մեր երկիրը, նորից սողոսկի մեր կյանք։ Ժամանակին մենք միասին կանգնեցինք հեղափոխության կողքին, այսօր ժամանակն է կանգնելու խաղաղության կողքին, որովհետև առանց խաղաղության չկա զարգացում, ու այդ խաղաղությունը հենց ձեր ձեռքերում է, հենց ձեր քվեի մեջ է։ Այստեղ տեղին է ասել հետևյալը. ձեր մեկ ձայնը փոխում է ձեր տունը, եթե այն փոխում է ձեր տունը, փոխում է ձեր թաղամասը, փոխում է թաղամասը, փոխում է բնակավայրը, եթե փոխում է բնակավայրը, ապա փոխում է համայնքը, եթե փոխում է ձեր համայնքը, ուրեմն փոխում է մարզը,
Եթե փոխում է մարզ, ուրեմն փոխում է պետությունը։ Եվ ուրեմն հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրատեղամաս։ Ընտրում ենք զարգացումը, ընտրում ենք խաղաղությունը։ Եվ այսպիսով 2026-ին ընտրում ենք 16-ին։ Շնորհակալ եմ։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ ելույթ ունեցողին ներկայացնելու կարիք այստեղ չկա, որտեղ հենց ինքն է այստեղ մեզ տարիներ շարունակ ներկայացրել, ապա ներկայացրել է ամբողջ Արմավիրի մարզում, իսկ այժմ ներկայացնում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, զբաղեցնելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Դավիթ Խուդացյան։ Լեբլեցուն Արմավիրի կենտրոնական հրապարակ, ողջունում եմ ձեզ։ Առաջարկում եմ ինձնից ցախ մի քիչ նոսր կանգնեք, որ ընդդիմությունը նկարելու, վաղը լրատվականներով ցույց տալու բան ունենա։ Ընդդիմությունը վաղը ներկայացնելու է, որ դուք այսօր այստեղ վարչական ռեսուրսով եք եկել։ Գիտեք ինչի, որովհետև ընդդիմությունը չի պատկերացնում դեպք, երբ որ քաղաքացին կարող է իշխանությանը սիրել։ Իսկ քաղաքացին ինչ է սիրում իշխանությանը, որովհետև իշխանությունն էլ քաղաքացուն է սիրում, որովհետև մենք քաղաքացու իշխանությունն ենք, իսկ դուք մեզ իշխանություն տված, իշխանության պահող քաղաքացին եք։ Ես ձեր ցավը տանեմ։ Երկար մտածում էի, ինչի մասին կարելի է խոսել Արմավիրում։ Եվ որոշեցի ընդամենը այստեղ այս հարթակից պատմեմ, թե ինչ կտեսնեի ես 8 տարի առաջ, եթե կանգնած լինեի այս նույն տեղում, այս նույն հարթակում։ Իմիջիալյոց խոսելու եմ բացառապես նրա մասին, ինչ է այստեղից շատ մոտ է եւ ինչ է այստեղից տեսնել հնարավոր է։ Ինձնից ցախ կտեսնեի թալանված սեփականացրած զբոսայգի, որ աղբավայրի էր վերածվել։ Մենք սեփականացրած զբոսայգին դատական կարգով հետ վերադարձրինք համայնքին եւ այսօր առանց չափազանցնելու այն Հայաստանի լավագույն ժամանակակից զբոսայգիներից մեկն է։ Ինձնից աչ կտեսնենք կիսական սրճարանով աղբանոցի վերածված եւս մեկ զբոսայգի, որն այսօր դարձել է արմավիրցիների սիրած վայրերից մեկը։ Դիմացս տարին 12 ամիս չաշխատող Արմավիրի շատրվաններն էին, տարին 12 ամիս չաշխատող շատրվանները, այդ շատրվանները Արմավիրում վերջին 10 տարիների ընթացքում մինչև հեղափոխությունը ոչ ոք միացրած եւ աշխատելուց չէր տեսել։ Ինձնից աչ եւ ինձնից ցախ ձգվում էր քանդու քարապ եղած Աբովյան փողոցը, Արարատյան փողոցը քանդու քարապ էր, Երևանյան փողոցը քանդու քարապ էր, Չարենցի փողոցը քանդու քարապ էր, Սայատնովան քանդու քարապ էր, Միասնիկյանը քանդու քարապ էր, Երևան Արմավիր ճանապարհը քանդու քարապ էր, Արմավիր Գյումրի ճանապարհը քանդու քարապ էր, Արմավիրը քանդու քարապ էր։ Ինձնից ցախ տեսնելու էր քանդված ավերված երկրորդ մանկապարտեզը, որին մանկապարտեզ ասել է չափազանցություն էր։ Իմիջիալյոց նախքան 2018 թվականը Արմավիրում չկար մի մանկապարտեզ, որ աշխատեր տարին 6 ամսից ավել, չկար այդպիսի մանկապարտեզ, որ տարվա 6 ամիսը պարապուրտի չլիներ։ Դիմացս Արմավիրի երկրորդ դպրոցն էր, բետոնե հատակով, գաջած պատերով, գարշահոտ սանհանգույցներով դպրոց, որտեղ 30 եւ ավել տարի սերունդներ են գնացել դասի։ Ահա այդպիսի վիճակում էին պահում Սերժը եւ Ռոբը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մարզկենտրոնը Արմավիրը։ Մինչև հեղափոխությունը Արմավիրում գեթ 1 լեդ լուսատու չկար, եթե հիմա կասեն,
որ ընդամենը մեկ լեդ լուսատու Արմավիրում եղել է, գլուխները պատով կտան։ Արմավիրում վերջին անգամ փողոց էր նորոգվել 2004 թվականին, երբ որ ես դարձա Արմավիր համայնքի ղեկավար ստանալով ձեռքվեն, Արմավիրում ասֆալտապատված ընդամենը մեկ փողոց կար։ Այդ փողոցը ասֆալտապատել էին ընտրություններից առաջ եւ ոչ պետական բյուջեի, Լինսի հիմնադրամի միջոցներով։ Այսօր ուզում են իշխանության գալ, որ Արմավիրում ինչ անեն, որ Արմավիրը դարձնեն աղբանոց, նորից բերեն մետաղյա ցախավել հիշեցնող տոնածառ տնգստեն քաղաքի կենտրոնում։ Մարդ իշքան պիտի զզվի սեփական քաղաքացիներից, որ մետաղե ջարդոնը բերի ներկայացնի որպես տոնածառ, հազիվ է Արմավիրսին պրծել ձեզանից։ Սիրելի քաղաքացիներ, այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել քաղաքում, տեղի են ունեցել Արմավիրի մարզում, տեղի են ունեցել ձեր բոլորի աչքի առաջ։ Դրանից հետո մենք մի քանի անգամ վստահության քվե ենք ստացել։ Ես երբեք չեմ մոռանա 2021 թվականին մեր համար բարդ ժամանակներում դուք ինչպես կանգնեցիք մեր կողքին։ Արմավիր քաղաքում քաղաքացիական պայմանագիրը 2021-ին 4.5% ավել ձայն ստացավ, քան ստացել էր 2018 թվականին։ Եվ հիմա մեր համար մեկ մոտիվացիան դա է, ձեզ ամենօրյա աշխատանքով վերադարձնել են վստահությունը, որը դուք մեզ տվել եք 2018 թվականին, որ մեզ տվել եք 2021 թվականին եւ աշխատել, որպեսզի այդ վստահության քվեին արժանանանք նաեւ 2026 թվականին։ Այն աշխատանքները, որ իրականացվել են նախորդ տարիների ընթացքում, իրականացվել են ոչ խաղաղության պայմաններում։ Եվ հիմա 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հայաստանում հաստատված խաղաղության պայմաններում առաջիկա 5-ամյակում ավելի, շատ ավելի, աննախադեպ ավելի մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնելու, որովհետև սիրում ենք ձեզ, որովհետև վստահ ենք, որ դուք արժանի եք լավագույնին եւ մեր խնդիրը ձեզ համար լավագույնը ապահովելն է։ Եվ դրա համար ես ձեզ խնդրում եմ հունիսի 7-ին անպայման գնացեք ընտրության, անպայման գնացեք ընտրության, վերցրեք համար 16 քվեաթերթիկը եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք Հայաստանի ինքնիշխանությանը, տեր կանգնեք մեր երեխաների ապագային, տեր կանգնեք Արմավիրին, տեր կանգնեք Վաղարշապատին, տեր կանգնեք Մեծամորին, տեր կանգնեք Բաղրամյանին, տեր կանգնեք Փարաքարին, տեր կանգնեք Ֆերիկին, տեր կանգնեք Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերին, որտեղ փոփոխությունները ակնհայտ են եւ որտեղ փոփոխությունները տասնապատկվելու են առաջիկա 5 տարիների ընթացքում։ Գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք համար 16 քվեաթերթիկը եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Շնորհակալ եմ։ Եվ տեր կանգնեք Խուդացյանին։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ հռետորը իմ ընկերը եւ ես ունենք 3 ընդհանրություն։ Առաջին ընդհանրությունն այն է, որ երկուսից ծնողներն էլ հարուստ չեն եւ չեն եղել։ Նրանք օլիգարխներ չեն։ Երկրորդ ընդհանրությունն այն է, որ երբ որ մենք դարձանք 18 տարեկան, ինքը իզնից մի 10 տարի առաջ դարձավ 18 տարեկան, հրաշքով չպարզվեց, որ մենք հիվանդ ենք եւ հետեւաբար չենք կարող գնալ բանակ։ Եվ երրորդ նմանությունն այն է, որ երկուսս էլ, չէ, այս երկրորդ նմանությունն է։ Եվ երկրորդ նմանության շարունակությունն այն է, որ երկուսս էլ ծառայել ենք Արմավիրի մարզում։ Իսկ երրորդ նմանությունն այն է, որ ազգային ժողովի նիստերի ընթացքում նստում ենք իրար կողքի։ Ելույթ կունենա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Բարև ձեզ սիրելի արմավիրցիներ։ Ուզում եմ իմանաք, որ ես եմ խնդրել, որ այսօր ելույթ ունենամ, գործընկերներիցս մեկին խնդրել եմ, հետը փոխվել եմ, որովհետև այս մարզը, այս քաղաքը իմ համար շատ հարազատ է, որովհետև 2 տարի ես ծառայել եմ ձեզ մոտ, մի անգամ հնարավորություն եմ ունեցել սրա մասին խոսել, բայց այսօր, երբ բոլորը, նախկինները դոշ են ծեծում եւ խոսում են բանակի մասին, խոսում են
իրանց ղեկավարման տարիների մասին, ես ուզում եմ ձեր հետ մենք կիսվեմ ձեր հետ այն ամեն ինչը որ մենք միասին անցել ենք։ Մենք 2 տարի ստեղ ծառայելով մենք ունեցել ենք խմելու ջրի, ուտելիքի, շորերի, ընդհանրապես ապրելու խնդիր։ Մենք զինվորներով գիշերները փախել ենք, եկել ենք քաղաք եւ արմավիրցիները մեզ բան են հյուրասիրել, միրգ են հյուրասիրել։ Այդ մարդիկ ասում են, որ իրանք բանակ են պահել։ Ու երբ որ ես սրա մասին խոսում եմ, ասում են բանակը սանատորի չի։ Քոչարյանը ասում է բանակը ախր սանատորի չի։ Հիմա հարց ունեմ, տո այ համբալ հայ երեխուն հաց ու ջուր տալը սանատորի է։ Դու քո երեխեքին հաց ու ջուր չես տվել։ Մեր երեխեքի վրա պետք է պահես այդ փողը աշխատես 220 միլիոն 220 միլիոն դոլար փող աշխատես, հա? Մեր վրա, մեր երեխեքի վրա։ Հիմա էլ կանգնում ասում ես հայի ինչ ասում հայի ինքնությունը։ Դո այ համբալ։ Դու ինչ կապ ունես հայի ինքնության հետ։ Հայի ինքնությունը հայոց լեզուն է։ Դու գրել կարդալ գիտես։ Հայի ինքնությունը մեր հավատն է։ Դու սաղ գիտեմ, որ դու անաստված, անհավատ հայրմերը չիմացողն ես։ Հայի ինքնությունը մեր պատմությունն է։ Դու մեր պատմության մարտի 1-ն ես։ Դու մեր պատմության հոկտեմբերի 27-ն ես։ Դու ես մեր ինքնությունը։ Դու Հայաստանի Հանրապետություն եկել ես խոպան անելու։ Հիմա էլ այդ արնախումները մեր 44 օրյա պատերազմի զոհերի թիվն են ավելացնում։ Իրանց արունը քիչ է, իրանց շատ արուն է պետք։ 3833 զոհ ունենք սիրելի հայրենակիցներ, քրեական գործով հաստատված ունենք բնական անհայտ կորածներ, որոնց թիվը 160-ի մոտ է եւ որոնց մասին մենք այս պահին չենք խոսում, բայց խեք մեր մարդկանց զոհի վրա փորձում քաղաքական դիվիդենդ շահեք։ Ես չեմ հասկանում դուք ինչ կապ ունեք այս ժողովրդի հետ։ Լավ, ինչևից է, ուզում եմ ձեզ մի բան պատմեմ։ Այսօր Էջմիածնում մի հետաքրքիր բան ա տեղի ունեցել։ Մի կին էր եկել, վարչապետի ելույթի ժամանակ զրույցի բռնվեց ինձ հետ, բայց ես ձեզ չեմ ընտրելու, սկսեց քննադատել։ Ասացի լավ, բարի, ձեր իրավունքն է։ Ու հետաքրքիր խոսակցություն ստացվեց։ Ինձ ասում է, այս մարդիկ բերած են։ Պտտվում եմ, հրավիրում եմ, ասում եմ, հայրիկ ջան, դուք որտեղից եք, ասում եմ, ստեղից եմ։ Ասում եմ, լավ, մեղրին դատարկում եք։ Ասում եմ, մեղրից նոր եմ եկել, տների գները թանգանում է։ Ասում եմ, Քաջարանում, Գորիսում, ասում եմ, Թուրքին բերել լցրել եք։ Ասում եմ, չենք կարողանում հյուրանոց ճարենք մնանք։ Ասում եմ, Կիրանցը տվել եք, երեխեքը չեն կարողանում խաղան։ Ասում եմ, Կիրանցում ֆուտբոլի դաշտում միջև ուշ երեկո խաղում են ֆուտբոլը։ Ասում եմ, միջանցք եք տվել։ Ասում եմ, մենք ու ամերիկացիները ստեղծել ենք կազմակերպություն եւ գումար ենք աշխատելու, մեր պետությունը գումար է աշխատելու եւ այլը։ Ու այս ստերը մտնում են մարդկանց մեջ։ Այսօր էլ մի հատ նոր բան են մտածել, թե բա իբր պայմանավորվածություն կա 300,000 ադրբեջանցի է գալու։ Ուրեմն ես պաշտոնապես ասում եմ, կալուգացուն, այն մյուսներին, այն եռագլուխին, ուրեմն համբալին, ուրեմն դուք սուտասան եք։ Եթե մեկն ու մեկդ կարող է նման բան ապացուցել, խնդրեմ, դուք սուտասան եք, նման բան չկա։ Բայց սիրելիներս, ավարտելով մի բան եմ ուզում ասել։ Մենք մեր երեխաներին պետք է կարևոր ժառանգություն թողնենք։ Այդ ժառանգությունը խաղաղությունն է։ Մենք պետք է ոչ թե պատերազմ, ոչ թե այլ բան, ոչ թե չլուծված խնդիր, ու այսօր մենք ունենք խաղաղություն։ Եվ այսօր մենք պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը։ Եվ ուստի 2026-ին քվեարկում ենք 2026-ին Շնորհակալ եմ։
Սիրելի ժողովուրդ, լսած կլինեք ընդդիմադիր շրջանակներից հնչող հետևյալ թեզը, որտեղ հա ԿՊՆ-ն անդրակաշատ բաժանում, բայց 10,000 թոշակները ինչ էին։ Այդ խելոքները չեն հասկանում մի շատ պարզ եւ պրիմիտիվ բան։ Թոշակները բարձրացնելը անդրակաշատ տալու ուղիղ հակառակն է։ Որովհետև իրենք տասնամյակներ շարունակ թոշակները չեն բարձրացրել, որպեսզի մարդիկ ստիպված նայեն իրենց ձեռքներին եւ սպասեն այդ 10,000 ընտրակաշարքներին, որոնք իրանք կտան 5 տարին մեկ։ Հաջորդ ելույթ ունեցողին դուք երբեք չեք լսի ճորոմաբանություններ ասելուց, խոսելուց ինքնությունից, ինչ որ կենասներ ասելուց, բայց դուք տեսել եք եւ կտեսնեք նրանց ձեր թոշակները բարձրացնելուց, լուր, անհոգնել, համեստ եւ սակավախոս, բայց ոչ հիմա, որովհետեւ ելույթ կունենա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Արմավիրի սիրելի եւ աշխատավոր ժողովուրդ ողջույն։ Մենք այսօր շատ դրական լիցքեր ստանալով ձեր մարզից եկել ենք ասենք, որ տեր ենք կանգնելու խաղաղությանը, տեր ենք կանգնելու մեր պետությանը, մեր ինքնիշխանությանը։ Եվ այսօր մի զուգադիպությամբ նշվում է աշխարհում ընտանիքի միջազգային օրը։ Դուք գիտեք, որ ընտանիքը մեր հասարակության բջիջն է։ Եվ ուզում եմ նախ շնորհավորել այդ կապակցությամբ եւ ասել, որ պետությունը կանգնած է եւ կանգնած է լինելու մեր բոլոր ընտանիքների կողքին։ Ես երեք մի քաղաքացու եմ հանդիպել Երևանում, ով ասել է ինձ հետևյալը. ասել է մենք հիմա զգում ենք, եւ քաղաքացին կենսաթոշակառու էր, մենք հիմա զգում ենք, որ պետությունը կանգնած է մեր մեջքին եւ սիրում է մեզ։ Ասեցի ինչպես եք զգում, հայրիկ ջան։ Ասեցի ոնց ինչպես ենք զգում։ Դուք չեք, այս վերջերս բարձրացրեք կենսաթոշակը եւ նաեւ հետվճարը եւ նաեւ ապահովել մեզ բժշկական ապահովագրությամբ, առողջության ապահովագրությամբ։ Ասում եմ մենք հիմա զգում ենք, որ դա ինչ որ բան է նշանակում եւ ոչ թե հակառակը, ինչպես պարոն Ռուբինյանը նշեց։ Եվ ես մի օրինակ բերեցի իրեն։ Ասացի հիշում ես հայրիկ ջան, 10 մի քիչ ավել տարի առաջ, երբ որ ընտրություններ էր լինում, տարբեր հատկապես համայնքներում բժշկական ակցիաներ էին անում։ Հիշում եք ժողովուրդ։ Այն որ Երևանից բժշկական խմբերով գալիս էին, դուք էլ հերթ էիք կանգնում այդ կենտրոններում, որ ձեզ հետազոտեին, որ ձեզ պետպատվերի ուղեգիր տային ու ասեին չմոռանաք ընտրել հանրապետական կուսակցությանը։ Այդ ընտրակաշար ժողովուրդ ջան, իսկ այն ինչ որ մենք արել ենք, նախ խոստացած ենք եղել մեր նախընտրական ծրագրում։ Մեր նախընտրական ծրագրում գրած է եղել եւ կենսաթոշակների բարձրացումը եւ առողջության ապահովագրությունը։ Իդեպ, մենք 7 անգամ բարձրացրել ենք կենսաթոշակները, 7 անգամ վերջի 8 տարիների ընթացքում։ Եվ սա ընդամենը հերթական բարձրացումն է եղել։ Հերթական բարձրացումն է եղել։ Ավելին, մեր նախընտրական ծրագրում ֆիքսված է, որ գնաճին համընթաց տեղի է ունենալու կենսաթոշակների ինդեքսավորում, որ դուք այլևս երբեք չստանաք այնքան կենսաթոշակ, որ այն նվազդինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Եվ դա հենց պետության սերն է ձեր նկատմամբ։ Եվ ձեր սերը պետության նկատմամբ, որտեղ մեր աշխատավոր հարկ վճարող քաղաքացիների շնորհիվ այդ գումարները գոյանում պետական բյուջեում։ Ավելին, այդ գումարների աճը ուղղակիորեն կապված է խաղաղության հետ։ Ինչու ենք մենք եկել տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Շատ պարզ պատճառով, որտեղ դրանից է բխում ամեն ինչ։ Առանց խաղաղության չի լինելու զարգացում, որը դառնալու է ձեր բարեկեցությունը։ Մենք տեր պետք է կանգնենք այդ խաղաղությանը, տեր պետք է կանգնենք մեր պետականությանը եւ ինքնիշխանությանը։ Դրանով ենք մենք մեր երեխաների ապահովելու կայուն ապագա, մեր ընտանիքների մյուս ամենակարևոր անդամներին, մեր ավագ սերնդին եւ երեխաներին, եւ նաեւ ներծուկ են կանգնելու այն ընտանիքներին, որոնք որ ունենում են երեխաներ։ Նույն նպաստը երրորդ եւ հաջորդ երեխայի։ Այս վերջերս ինչ որ թվեր են հրապարակում, ասում են ամեն 4-րդ ծնվող երեխային 2 միլիոն դրամ ենք տալիս, լսել եք։
Մենք երրորդ երեխայից 4 միլիոնից ավել փող ենք տալիս, ձեր փողերն ենք ձեզ տալիս։ Ամսական 50,000 դրամ չհաշված հետ վճարը 6 տարվա ընթացքում։ Եկել լոլոներ են կարդում։ Տարական մաթեմատիկա էլ չգիտեմ, որ ավելի վատ բան են առաջարկում, քան հիմայա։ Չնայած տեսել ենք, որ հայերեն իմանային, մաթեմատիկա էլ կիմանային։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, մենք տեր ենք խաղաղությանը։ Տեր ենք ինքնիշխանությանը։ Տեր ենք անկախությանը։ Սիրում եմ բոլորիդ։ Սիրելի ժողովուրդ, վերջին 5 տարվա ընթացքում մեր երկրի տարեկան տնտեսական աճը միջինում կազմել է 7%, որը տարածաշրջանի լավագույն թվերից է։ Հայկական ծագման արտադրանքի արտահանումը կրկնապատկվել է։ Վերջին 7 տարում ստեղծվել է 300,000 աշխատատեղ։ Եվ սա մեր կառավարության գործունեության արդյունքն է։ Եվ այժմ ելույթ կունենա այս քաղաքականության հիմքում եւ առաջնագծում կանգնածներից մեկը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Բարի երեկո, իմ շատ սիրելի աշխատասեր, արարող, ստեղծող արմավիրցիներ ջան։ Ես այսօր ուզում եմ այս ամբիոնն օգտագործել ու մի կալուգացու, մի համբալի եւ մի շատ խելացի մարդու ասած ճակերտավոր որոշ մտքերի անդրադառնանք, որոնք միասին մարմնավորում են պատերազմի կուսակցությունը եւ ցանկանում են մեր եւ ձեր բոլորիս ձեռքից գողանալ մեր ամենաթանկը, մեր խաղաղությունը եւ մեր պետությունը։ Այս երրյակը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ մասնավորապես չի ճանաչում արմավիրն ու արմավիրցիներին։ Եվ այսպես Կալուգայից Հայաստան գործուղված մի հայտնի անգրագետ օլիգարխ, ով ունի նպատակ իր լեզվով ասեմ, որ հասկանա, իր շայկայի հետ միասին Հայաստանը տանել ու մատաղանել սրա նրա ոտքերի տակ, որ եւ դրա համար պատրաստ է Հայաստանի դեմ, Հայաստանի ժողովրդի դեմ անել ամենակեղտոտ բաները, բարբերաբար ինչ որ անգրագետ մտքեր է արտաբերում։ Մասնավորապես վերջերս նշել էր, թե Արարատյան դաշտում մշակվում է հողերի 10%-ը։ Եվ այսպես, այս հայերեն խոսել չիմացող անգրագետներին այստեղից մի քանի տվյալ ներկայացնեմ այս աշխատասեր, ստեղծող ու արարող ժողովրդի մասին։ Ուրեմն, Արմավիրի մարզը կազմում է մեր երկրի տարածքի շուրջ 4%-ը եւ Արմավիրում է ապրում Հայաստանի Հանրապետության բնակչության 8.8%-ը։ Եվ ահա այս 4%-ի վրա այս 8.8% բնակչությունը ստեղծում է Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի 25%-ը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել արմավիրցիներին իրենց աշխատանքի համար։ Եվ ուզում եմ նաև նշել, որ Արմավիրում ոչ թե մշակվում են հողերի 10%-ը, ինչպես նշել էր, այլ եթե վերցնում ենք վարելահողեր եւ այգիներ, ապա հողերի 75%-ը մեր արմավիրցիները մշակում են։ Եվ սրա համար պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Եվ որքան չպիտի ճանաչես Արմավիրսուն, որքան չպիտի ճանաչես Արմավիրի մարզը, որ այսպիսի մեղմ ասած սխալ մտքեր թույլ տաս։ Սիրելի արմավիրցիներ, որպես էկոնոմիկայի նախարար, պարզապես հպարտանում եմ ձեզանով։ Արմավիրը մեր ամենագյուղատնտեսական մարզն է եւ պետք է նշեմ, որ ընդ որում միայն անցած տարի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը դուք ավելացրել եք 18%-ով։ Խաղաղության առաջին լիարժեք տարում
2025-ին արմավիրում շինարարության ծավալն ավելացել է 16%-ով, իսկ շահագործման հանձնված բնակ մակերեսի ծավալը 2024 թվականի համեմատ ավելացել է 3.4 անգամ, գերազանցելով 85,000 քառակուսի մետրը։ Արմավիրում վերջին 8 տարիների ընթացքում գրեթե 15% գործազրկության մակարդակը իջել է 5.9%, եւ այստեղ դուք ձեր աշխատանքով ունեք շատ կարևոր ու մեծ դերակատարում։ Ես ուզում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր տնտեսական ցուցանիշի։ Արմավիրի մարզում վերջին 8 տարիների ընթացքում ստեղծվել է 8 մշակող արդյունաբերական ձեռնարկություն, որոնք ունեն որոնք միայն անցած տարվա ընթացքում 500 միլիոն դրամ եւ ավել շրջանառություն են ունեցել եւ այս 8-ը իրար հետ ունեն ավելի քան 110 միլիոն ամերիկյան դոլարի շրջանառություն։ Այսինքն 8 գործարան, որոնք անցած տարի 110 միլիոն դոլարից ավել ապրանք են թողարկել։ Ահա Արմավիրի տնտեսական հաջողությունների մի շատ կարևոր ցուցանիշ եւս։ Հիմա ուզում եմ անդրադառնամ մի համապատասխան խելացի մարդու։ Սա պարբերաբար ժողովրդին վախեցնում է, թե իբր այս շուկան կփակվի, այն կփակվի։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ասել, որ ոչ մի բան էլ չի փակվելու։ Միակ բանը, որ կարող է փակվել, դա այն է, ավելի ճիշտ ոչ մի բան էլ չի փակվելու, բայց ուզում եմ ասել այստեղից այդ խելացի մարդուն։ Հայ համապատասխան խելացի մարդ, այդ որ արմավիրցիների խաղողը չես մթերում, արարատցիների խաղողը չես մթերում, Հայաստանի ժողովրդի խաղողը չես մթերում, բա այդ ում խաղողն ես մթերում, որ այդքան սպիրտ եւ կոնյակ ես Հայաստանից արտահանում, եւ սրա վերջը այո տրվելու է, եւ արդեն իսկ սկսել ենք համապատասխան գործընթացներ, որի արդյունքում սրանք ստիպված են լինելու գալ ձեզ մոտ եւ խնդրել, որպեսզի հենց ձեր խաղողը գնեն ու ձեր խաղողը մթերեն։ Սիրելի քաղաքացիներ, եւ քանի որ հասանք խաղողի, լոլիկի, ծիրանի, մնացած գյուղմթերքների մթերումներին, ապա ուղիղ ասում եմ, սիրելի ժողովուրդ, ես 2024-ի եւ 25-ի գյուղատնտեսական տարիներին ղեկավարել եմ էկոնոմիկայի նախարարությունը եւ ես վստահությամբ ասում եմ, որ գեթ 1 կիլոգրամ գյուղմթերք չի մնացել չմթերված։ Եվ այդ նույն վստահությամբ ասում եմ, որ 2026 թվականին եւ այսուհետ եւս այդպես է լինելու։ Հետեւաբար գնացեք, աշխատեք, ստեղծեք, վաճառեք, փող աշխատեք, հարստացեք եւ հարստացրեք Հայաստանը։ Եվ այս ամենի համար Եվ այս ամենի համար ձեզանից ակնկալվում է ընդամենը մեկ պարզ բան։ Հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս, վերցնել 16-րդ քվեաթերթիկը, ընտրել խաղաղությունը, ընտրել անկախությունը, ընտրել բարեկեցությունը, ընտրել զարգացումը, ընտրել Արմավիրը, ընտրել Հայաստանը եւ ուրեմն 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Շնորհակալ եմ։ Սիրելի ժողովուրդ, այժմ ելույթ կունենա նա, ով 2020 թվականի պատերազմից հետո անցավ բազմաթիվ հայհոյանքների, անեծքների, լուտանքների միջով, ով դավաճանվեց բազմիցս, ում ամեն օր ով պատայի ինչի մեջ ասես մեղադրեց, բայց դա անհոգնել, համառորեն գնաց իր ճանապարհով եւ մեզ համար ապահովեց, մեզ համար ամենակարևոր բանը, մեր եւ մեր երեխաների համար ամենակարևոր բանը, խաղաղությունը։ Ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։
Եվ այսօր էլ իմ աղոթքը իմ ելույթը իմ ելույթը ուզում եմ սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 63 զրպարտողների պատիժը այսուհետև Սաղմոս Դավթի։ Աստված, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար, որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի։ Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել եւ ասացին Տերը դա չի տեսնի։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ եւ Աստված թող բարձր լինի։ Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց լեզուները տկարացան եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովեն։ Բոլոր վարդիկ վախեցան եւ պատմեցին Աստծո գործերը եւ հասու եղան նրա արածներին։ Արդարը պիտի ուրախանա Տիրոջով, հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։ Շնորհակալ եմ։ Սիրելի արմավիրցիներ, իսկապես Դավիթ Խուդացյանը շատ պատկերավոր նկարագրեց արմավիրի տեսարանը առաջ եւ հետո, հեղափոխությունից առաջ եւ հետո։ Նա պատմեց, թե ինչպիսին էր արմավիրը հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո ամեն անգամ արմավիր գալով ես տեսնում եմ բոլորովին նոր քաղաք, բոլորովին նոր մարզ եւ ես տեսնում եմ, որ արմավիրը ծաղկում է, Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է։ Բայց ամենակարևորը ծաղկում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ով այսօր ապրում է բոլորովին ուրիշ երկրում, ով այսօր ունի բոլորովին ուրիշ տրամադրություն, մենք անցել ենք բազում դժվարությունների, չարչարանքների եւ դժոխքի միջով, բայց մենք այսօր եկել հասել ենք մի կետի, որ տեսնում ենք ուրախ Հայաստան, ուրախ քաղաքացի, ուրախ երեխաներ, ուրախ մարդիկ եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով։ Այդ ուրախությունը ունի կոնկրետ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ մենք 2018-ին մեր տված խոստումը թալանվածը հատիկ առհատիկ վերադարձնելու հետևողականորեն իրականացնում ենք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հարկային մասով 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար է մուտք եղել պետական բյուջե, 6.6 միլիարդ, որ նախկինում հոսում էր Սերժի, Քոչարյանի, Գագոյի, Կալուգացի օլիգարխի եւ նրանց շրջապատի գրպանները։ Մենք կտրեցինք այդ հոսքերը նրանց գրպաններից եւ ուղղեցինք Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելուն եւ Հայաստանի Հանրապետությունը այո ծաղկում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո ծաղկում է։
մենք այսօր արդեն մի քանի կոպեկով սեփականաշնորհած Հայաստանի էլեկտրական ցանցերը վերցրել ենք կալուգացի օլիգարխից եւ վերադարձրել ենք պետությանը, վերադարձրել ենք ժողովրդին եւ այդ գործընթացի արդյունքում պարզել ենք, որ ամենայն հայոց բարեգործի կարգավիճակը սեփականել փորձող այդ կալուգացին մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող է դրել եւ գրպանել, մեր զորամասերի վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել, մեր պետական մարմինների ու քաղաքացիների վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել, եւ այդ մարդիկ, ես նրանց խոստացել եմ, որ նրանք Հայաստանի Հանրապետության համը զգալու են դեռ շատ երկար եւ պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու, նրանք Գագոն, Սերժը, Ռոբերտը, կալուգացի օլիգարխը, նրանք այսօր երազում են իշխանության հասնելու մասին, բայց ես ձեզ խոստանում եմ, որ նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին եւ չեն ունենալու այդ հնարավորությունը, Նրանք քաղցկեղ են, որ պարուրել էին տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի օրգանիզմը։ Դուք գիտեք, որ քաղցկեղի բուժումը շատ դժվար եւ շատ բարդ գործ է։ Վերջին 8 տարիներին մենք պայքարելով այդ բազմագլուխ մաֆիայի, բազմագլուխ պատերազմի կուսակցության դեմ հերթով եւ հետեւողական կտրել ենք հերթով նրանց գլուխները եւ ահա եկել է ժամանակը 3 գումարած 1 բուն ու ռուցկը վիրահատական ճանապարհով հեռացնելու Հայաստանի օրգանիզմից եւ դա պիտի տեղի ունենա 2026 թվականի հունիսի 7-ին Գագոն, Սերժը, Սամոն, Ռոբերտը, նրանք բոլորը միասին պիտի չկարողանան հավաքել այնքան ձայն, որ այդ 3 կուսակցությունները, մեկը որ հորջոջվում է ուժեղ Հայաստան, մեկը որ հորջոջվում է Բարգավաճ Հայաստան, մեկը որ հորջոջվում է Հայաստան դաշինք, նրանք չպետք է հավաքեն այնքան ձայն, որ խորհրդարան մտնելու հնարավորություն ունենան 2026 թվականի հունիսի 7-ին նրանցից պետք է ետ վերցնենք ամենակարևորը նրանք երեքն էլ իրենց քաղաքական ուժերի անվան մեջ դրել են Հայաստան անունը նրանք արժանի չեն Հայաստան անունը ունենալ իրենց անուններում եւ մենք 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստան անունը պետք է վերադարձնենք ապօրինի թալանված գույքի վրաման, որովհետև Հայաստանը ձեր անունն է, Հայաստանը մեր անունն է, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի եւ Հայաստան անվան հետ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքարին, վաղարշապատին, մեծամորին, Ֆերիկին,
Արաքսին, Բաղրամյանին, Արմավիրին, Փարգնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ կարևոր է, որ մենք եւ դուք շատ հստակ ունենաք պատասխան, թե որ ես ասում եմ 6 միլիարդ 600 միլիոն վերադարձվել է եւ այլ ցուցանիշներ եմ ասում, ես էլի ցուցանիշներ կարող եմ ասել, այլ բնակավայրերում ելույթներում խոսել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, որ 2018 թվականից 2025 թվականը, երբ որ այդ թվում կառավարությունը բաժնեմաս է ունեցել ԶՊՄԿ-ում, ուրեմն ԶՊՄԿ-ն 18-ից 25 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարում։ Այսինքն մի 8 տարում, մեր 8 տարում 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել պետբյուջե, քան նախորդող 8 տարում։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Լոս Անջելեսում ֆինանսների նախկին նախարարի Ապորինի ձեռք բերած գույքը Հայաստանի Հանրապետության դատախազության հայտով վաճառվել է եւ գումարի 70%-ը հիմա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Գագոյի Փեսայի, Կարո Գուլոյանի, Ապորինի ձեռք բերված գույքը, որ նրանք մտածում էին, թե հավիտյան վայելելու են, այժմ ոչ թե նրանց, այլ ձեր սեփականությունն է, եւ մենք ինչպես խոստացել ենք, Ապորինի գողացված գույքերը հատիկ առ հատիկ հետ ենք բերում, այսօրվա դրությամբ բացի իմ նշածներից 730 միլիոն դոլարի գույք է վերադարձվել 2018 թվականից մինչև օրս, բացի իմ նշածներից, եւ Ապորինի գույքի վերադարձի գործընթացը գնալու է մինչև վերջ։ Շատ մարդիկ մեզ ասում են, թե միևնույն է 6 միլիարդն էլ քիչ, 7 միլիարդն էլ քիչ, պիտի վերադարձնեք, Ժորժ ջան, մենք վերադարձնում ենք, այստեղ ուրիշ երկու խնդիր կա։ Առաջի խնդիրը, մենք մեղավոր չենք, որ նրանք այնքան գողացել են, որ վերադարձնում ենք, հələ 20%-ն էլ չենք վերադարձնել։ Եվ երկրորդը ես էլի ասում եմ ամենայն լրջությամբ, 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ, 2018 թվականի մայիսի 9-ից ես պատկերավոր ասած եւ մեր քաղաքական թիմը մենք կռիվ ենք տալիս ոչ թե 3, այլ 23 գլխանի մաֆիայի հետ։ Եվ էլի ասում եմ, մենք հետևողական ձեր աջակցությամբ, ձեզ հետ միասին այդ 23 գլխանի մաֆիայի, այդ 23 գլխանի հրեշի գլուխները հերթով կտրել, եկել, հասել են կեսկետին, որտեղ մնացել են վերջին 3 գլուխները, որ մենք իրար հետ պետք է կտրենք 2026 թվականի հունիսի 7-ին։ Բայց ես նաև ուզում եմ իմանաք, հստակ իմանաք, թե այդ գումարները հարց կարածակի, ինչ են եղել այդ գումարները, մենք ինչ ենք արել այդ գումարները։ Ես ուզում եմ բերել միայն մի թիվ։ Դուք գիտեք, որ մենք 2026 թվականի հունվարի 1-ից ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Եվ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, մինչև այս մայիսի 1-ը, մենք առողջության ապահովագրության համակարգով խնդրում եմ ուշադիր եղեք,
41 միլիարդ 428 միլիոն դրամի ծառայություններ ենք մատուցել միայն 65+ տարիքի մեր թոշակառուների 258,767 թոշակառուի 41 միլիարդ ավելի քան 100 միլիոն դոլար մենք այս տարվա միայն առաջին 4 ամիսներին վերադարձրել ենք առողջապահության գծով մեր թոշակառուներին, ձեր ծնողներին, ձեր տատիկներին, ձեր պապիկներին։ Եվ այսօր օրինակ 534 թոշակառու այդ գումարների շնորհիվ վիրահատվել է, ստացել է վիրահատական ծառայություններ, որոնք արժեն 4 միլիոն դրամ եւ ավելի։ Պատկերացնում եք, այսօր թոշակառուն մտնում է առողջապահական հիմնարկ եւ ստանում է 4 միլիոն դրամի ծառայություն առանց մի լումա վճարելու, 1467 թոշակառու ստացել է 2 միլիոնի 4 միլիոն դրամի ծառայություն առանց մի լումա վճարելու, 5856 թոշակառու ստացել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ ծառայություն առանց մի լումա վճարելու, 500,000 դրամից 1 միլիոն դրամ ծառայություն է ստացել 11000 թոշակառու, 50,000 թոշակառու ստացել է 100,000-ից 500,000 դրամի ծառայություն, 50,000-ից 100,000 դրամի ծառայություն է ստացել 49,433 թոշակառու, մինչև 50,000 դրամի ծառայություն է ստացել 139,185 թոշակառու։ Եվ ինձ հետաքրքիր է, հրապարակում կան արդյոք թոշակառուներ, ովքեր ստացել են ծառայությունները կամ նրանց ընտանիքի անդամներ, եթե կան, խնդրում եմ ձեռ բարձրացրեք, պարզապես ձեռ բարձրացրեք, ովքեր այս ծառայությունից ստացել են։ Ահա թե ում է վերադարձվել թալանվածը, օլիգարխները, Գագոն, Սամոն, Սերժը, Ռոբերտը ձեզանից թալանել են, ենք թալածվածը, այսօր վերադարձնում ենք ձեզ, հատիկ առ հատիկ, տուն առ տուն, և թալանվածի վերադարձը մտնում է ամեն տուն, ամեն ընտանիք, և դրա ազդեցությունը զգում է մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը, և ես այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ, սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Ժողովուրդ ջան, ինչ որ ասցի, մինչև այս պահը իհարկե կարևոր է, բայց միևնույնն է, այս ընտրությունների ամենակարևորը եւ ամենակարևոր հարցը եւ ամենակարևոր անելիքը խաղաղությունն է եւ խաղաղությանը տեր կանգնելը։ Նախ էլի ու էլի ուզում եմ արձանագրել, որ ի վերջո երկարատև տառապանքներից, երկարատև զրկանքներից, երկարատև փորձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Այսօր մեր խաղաղությունը մեր երկրում հաստատված ուրախության առանցքային պատճառն է։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր տխրում են այն փաստից, որ եւ չեն ուրախանում այդ փաստից, որ Հայաստանի սահմանին 2 տարի ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր տխրում են այն փաստից, որ մեր սահմանամերձ գյուղերում արդեն 9 ամիս կրակոցներ չեն լսվում, արդեն մարդիկ իրենց բակեր են դուրս գալիս լիարժեք վստահությամբ եւ ես ձեզ շնորհավորում եմ այս առիթով, չնայած գիտեմ,
որ Հայաստանի տարածքում դեռ կան մարդիկ, ովքեր տխրում են այս փաստից, եւ մեծ մարդկանց անունը հայտնի է Գագիկ, Սերժ, Ռոբերտ, Սամո, եւ այդ մարդիկ տխրում են, եւ իրենց տխրությունից նրանք սկսել են զոհերի թիվը մանիպուլացնել 44 օրյա պատերազմի։ Նրանք թվեր են կրակում 5000 զոհ եւ այդպես շարունակ։ Ես ասում եմ, որ եթե իրենք չհիմնավորեն Գագիկը, Ռոբերտը, Սամվելը, նրանց թիմերի անդամները, եթե նրանք չհիմնավորեն եւ չապացուցեն այդ թվերը, ես 1000 ներողություն եմ խնդրում այս արտահայտությունը օգտագործելիս, բայց ինչպես ասում են, պետք է համարժեքությունը պահել, որ ոմանք իրենց հոտառությունը չկորցնեն։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագոն, Սամոն, Սերժը իրենց կողմից օգտագործված այս թվերը չհիմնավորեն, ես ձեզ ասում եմ, նրանք չեն կարող հիմնավորել։ 1000 ներողություն, բայց Հայաստանի ժողովուրդը նահատակների հիշատակի նկատմամբ այս վերաբերմունքի համար նույնպես ընտրությունների արդյունքներում նրանց պետք է ծնկի բերի, Մենք որպես ես ինքս որպես հարգանքի տուրք տասնյակ անգամներով ծնկի եմ եկել մեր նահատակների, հուշարձանների եւ հիշատակի առաջ։ Նրանցից որևէ մեկը ոչ մի անգամ ծնկի չի եկել։ Եվ ես ասում եմ, մեր նահատակների հիշատակի առաջ ժողովուրդը դրանց պետք է բերի ծնկի, դրանց պետք է բերի ծնկի, դրանց պետք է բերի ծնկի։ Եվ առաջիկա ընտրություններում մեր ամենակարևոր անելիքն է տեր կանգնել խաղաղությանը։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա մանուկին, մեր խաղաղությանը, որը ստեղծվել է մեր նահատակների արյան գնով, մեր ժողովրդի զրկանքների գնով, մեր ժողովրդի տառապանքների գնով, մեր ժողովրդի իմաստության շնորհիվ։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա խաղաղությունը։ Նրանք խոսում են, թե մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9 ամսյա մանուկի նկատմամբ։ Նրանք ուզում են բերել երաշխավորներ, որոնք 2020 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին դավաճանեցին Հայաստանին եւ դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին։ Նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին Հայաստանի ժողովրդին հերթական անգամ թնդանոթի միզ դարձնելու համար մենք դա թույլ չենք տալու։ Նրանք ուզում են մեր 9 ամսյա մանկիկին հանձնել որբանոց, մենք դա թույլ չենք տալու։ Եվ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին գնալու է ընտրական տեղամաս եւ տեր է կանգնելու խաղաղությանը, եւ տեր է կանգնելու պետությանը, եւ տեր է կանգնելու ապագային, եւ տեր է կանգնելու անկախությանը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փարաքարին, Արաքսին, Ֆերիկին, Վաղարշապատին, Բաղրամյանին, Մեծամորին, Արմավիրին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին,
Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Եվ ամենակարևորը, այսօր երկրում ամեն օր եւ ամեն ժամ իրավիճակ է փոխվում, ամեն օր եւ ամեն ժամ, եւ երկրում ծավալվում է 2018 թվականի ժողովրդական ողջ բռնի թավշյա հեղափոխությունից շատ ավելի կարևոր մի պատմաքաղաքական հեղափոխության ալիք, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել եւ հաղթահարում է մաքարման եւ գոյատևման օրակարգը, մաքարման եւ գոյատևման իրավիճակը եւ դուրս է գալիս զարգացման, ազատության, բարեկեցության եւ երջանկության մի հարթություն։ Եվ այսօր դուք ավելի ու ավելի շատ մարդկանց եք տեսնելու, ովքեր ասելու են, որ իրենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալու են ընտրական տեղամաս եւ տեր են կանգնելու խաղաղությանը։ Բայց շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ այս որոշումը ուրիշի կայացնելիք որոշումը չէ, որ այս որոշումը իրենից դուրս որոշում չէ։ Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը արձանագրի եւ ընկալի, որ այս պատմաքաղաքական խաչմերուկի հետագա ընթացքը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով այդ մեկ մարդը, ելով այդ մեկ մարդը, ելով այդ մեկ մարդեն հետևի շարքերում այդ մեկ մարդկանցից չկա մարդ։ Եվ այս մեկ մարդկանց ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, արմավիրին, մեծամորին, փարաքարին, արաքսին, Ֆերիկին, Բաղրամյանին, Վաղարշապատին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ժորժան, այժմ վարչապետի հետ ձեզ համար կկատարենք իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը։ Պատրաստվելու համար մեզ 1-2 րոպե ժամանակ պետք կգա։
Ժողովուրդ ջան, բջջայինի լույսերը կարակ վառեք եւ մեր ժողովրդի հետ տենց վայելեք քեզ երգը։ Եվ այսպես իրական Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եմ շատ, ծափերով ողջունենք վարչապետին, շնորհակալ ենք եւ ծափերով ճանապարհենք վարչապետին։ Եվ կրկին բեմ եմ հրավիրում քաղաքացիական պայմանագիր թիմին եւ ժողովուրդ ջան, առաջարկում եմ, որ միասին մենք էլ ձեզ հետ ծափարենք քաղաքացիական պայմանագիր թիմին, ում աշխատանքի արդյունքում են արձանագրվել այն բոլոր հաջողությունները, որոնց մասին մենք խոսում ենք։ Բուռն ծափերով ողջունենք, բուռն ծափերով։ Ժողովուրդ ջան, ուրեմն մի հայտարարություն էլ մենք մեր բոլոր
հանդիպումների համար պլանավորել ենք դրոն շոու, բայց տեխնիկական, այդ թվում արբանյակային կարգավորումների պատճառով այդ թվում արբանյակային կարգավորումների պատճառով Արագածոտնի և Արմավիրի մարզում հնարավոր չեղավ իրականացնել, բայց Արագածոտնին աշտարակիրնել ենք մի դրոն շոու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտք մնում, մի դրոն շոու էլ Արմավիրին ենք պարտք մնում և ընտրություններից հետո մենք անպայման կվերադառնանք և այս գեղատեսիլ հրապարակում իհարկե այդ կարգավորումները անելուց հետո, որովհետև տեխնիկական հարցեր կան, կարգավորելու, հիմա մենք ինչքան հասկանում ենք, մյուս մարզերում խնդիր չկա և դրոն շոուն իրականացնելու ենք, խնդրում ենք ըմբռնումով վերադառնալ և ընդհակառակը այս այն դեպքն է, որ դրոն շոուն Արմավիրում ուշ լնի, նուշ լնի, անպայման կվերադառնանք։ Եվ ի վերջո ամփոփենք նրանով ինչով և սկսել էինք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքարին, վաղարշապատին, մեծամորին, Ֆերիկին, Արաքսին, Բաղրամյանին, Արմավիրին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արմավիրի մարզը, կեցցե Արմավիրը, կեցցե փառաքարը, կեցցե վաղարշապատը, կեցցե Արաքսը, կեցցե Ֆերիկը, կեցցե Բաղրամյանը, կեցցե Մեծամորը, չմոռացա, չէ՞ որ, հա? Բոլորը ասեցի, կեցցեք բոլորդ, շնորհակալ ենք ժողովուրդ ջան, մենք արդեն սրտի կծկիծով պետք է գնանք արդեն, շնորհակալ ենք բոլորիցդ, լավ եղեք։ Ոչ թե հեռու մի երազա, այլ այս փողոցը բանուկ